Ողջույն հարգելի հայրենակիցներ, հերթական անգամ կոտրել են Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցությանը պատկանող մեքենայի ապակին։ Մեքենան այդ պահին կայանված է եղել Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի բնակարանի տարածքում, շենքի բակում, որը գտնվում է Ավան համայնքում։ Երբ առաջին անգամ կոտրեցին ապակին, մենք մտածեցինք, որ դա ինչ-որ խուլիգանական դեպք է և առանձնապես մեծ հրապարակայնություն չտվեցինք դրան, բայց սա արդեն երկրորդ դեպքն է, երբ որ կոտրում են խմբակցությանը պատկանող մեքենայի ապակին։ Պետք է տեղեկացնեմ, որ Մանուկ Սուքիասյանը որևէ անձնական խնդիր որևէ մեկի հետ չունի, այսպես ասած պարտք ու պահանջ չունի որևէ մեկի հետ, որևէ հակասություն, կոնֆլիկտ որևէ մեկի հետ չունի և ակնհայտ է, որ սա արդեն քաղաքական ենթատեքստ ունի, մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ դա քաղաքական ենթատեքստով է արվում, որովհետև մեքենայի ապակին կոտրել են և մեջից բան չեն տարել, մեքենայի մեջ, այդպես ասած, գոնե նախնական տեղեկություններով ոչինչ գողացված չէ, այսինքն զուտ ուզեցել են վնաս տալ։ Թե ինչ են ուզում դրանով ասել, կարելի է միայն ենթադրել։ Ես հիշեցնեմ, որ ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել նաև Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի պատկանող մեքենայի հետ կապված, այրել էին նրա մեքենան, որը կայանված էր Ստեփանյանի բնակարանի կողքը և ուղղակի երջանիկ պատահականությամբ շատ ավելի ծանր հետևանքներ չէին առաջացել։ Սա մենք գնահատում ենք որպես ուրեմն քստանելի քայլ մեր դեմ, որը իրականացվում է արդեն երրորդ անգամ։ Իշխանությունները որևէ ընթացք չեն տալիս, կոնկրետ Գևորգ Ստեփանյանի հետ կապված տեսախցիկներ կան, ամեն ինչ կարող էին շատ արագ պարզել և դա տեղի չի ունեցել։ Նույնը կարող եմ ասել նաև Մանուկ Սուքիասյանի հետ կապված պատմության մասով, որովհետև շենքի բակ է, էլի տեսախցիկներ կան և եթե ոստիկանությունը ուզենա, շատ արագ կարող է բացահայտել, բայց արդեն երկրորդ անգամ է դա տեղի ունենում։ Մեր վրա բնականաբար դա քաղաքական առումով ազդեցություն չի կարող թողնել, այսինքն մեր գործունեությունը դրանից չի փոխվելու, բայց այ իշխանությունների գործունեությունը ցույց է տալիս, թե նրանք ինչպես են արձագանքում ընդհանրապես քննադատությանը։ Եթե այդպես չէ, ապա նրանք կարող են շատ արագ բացահայտել դեպքը և հասկանալ, թե այդ ինչ խուլիգանական քստանելի արարք է տեղի ունենում։ Մենք բնականաբար դատապարտում ենք այս ամենը և արդեն քանի որ երկրորդ անգամ է դեպքը տեղի ունեցել, ոստիկանությանը համապատասխան հայտարարություն է ներկայացվել դեպքի կապակցությամբ և մենք կսպասենք հնարավոր բացահայտմանը, թեև անկեղծ ասած դրա հույսը չունենք։ Մեր մոտեցումները սրա հետ կապված հետևյալն է, որ ողջամիտ կասկածներ ունենք, որ քաղաքական գործունեության հետ է կապված, իսկ թե ինչպես կլինի հետագա ընթացքը արդեն ժամանակը ցույց կտա։ Իսկ իշխանությունները փաստորեն տարբեր ճղճիմ քայլերի են գնում, սա իհարկե ողջամիտ կասկածի շրջանակներում ենք մենք հայտնում, որովհետև այլ պատճառ, քան մեքենայի ապակին կոտրելը չկա, մանավանդ երբ որ առանձնապես այդպես գողություն էլ տեղի չի ունենում։ Մեքենան կրկնեմ պատկանում է խմբակցությանը, պետական համարանիշներ են այդ մեքենայի վրա և եթե իշխանությունները ցանկանան, կարող են շատ արագ բացահայտել, որովհետև իրենք երբ որ իրենց պետք է լինում ինչ-որ բան բացահայտել կամ նույնիսկ չեղած բանը այսպես ընթացք տալ իրավական դաշտում, իրենք դա շատ արագ անում են։ Հիմա տեսնենք, թե իրենց ինչպես կպահեն։ Հետագա ընթացքի հետ կապված ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք, այս պահին այսքանը։